Պարոն Ավինյան, այդ որ ասում եք 100 դրամից էժան է լինելու որոշակի դեպքերում, դա իմ կարծիքով պարզ մանիպուլյացիա է։ Ինչի համար, որովհետև հենց դիցուկ վերցնենք ձեր առաջարկի մեջ այդ մեկ ամսվա փաթեթը, որը 9000 դրամ է։ Ուրեմն մեկ ամսվա ընթացքում մարդ ամեն օր 3-4 անգամ տրանսպորտ չի նստում։ Մարդ օրվա կտրվածքով տրանսպորտ կարող նստի 2 անգամ, ու լավ 3 անգամ, լավ 4 անգամ, բայց դա կարող լինի 4 անգամը կարող լինի շաբաթվա մեջ 2-3 օր։ Չի կարող մարդ շաբաթվա 7 օր 4-5 տրանսպորտի կարիք ունենա։ Դիցուկ վերցնենք հենց ձեր մի քիչ առաջ ասած մանկապարտեզները, որ աշխատավարձը բարձրացրեք։ Մանկապարտեզների աշխատողները առավոտ 8-ին գնալու են աշխատանքի, երեկոյան 18:00-ից հետո գնալու են տուն։ Նրանք որտեղ են 3-4 անգամ տրանսպորտ փոխելու։ Նույնը վերաբերում է ուսուցիչներին։ Առավոտը գնալու են դպրոց, երեկոյան գնալու են կամ օրվա երկրորդ կեսին գնալու են տուն։ Նրանք որտեղ են 3-4 անգամ տրանսպորտ փոխելու։ Այսինքն ձեր բարձրացրած աշխատավարձը մանկապարտեզի աշխատողների համար գնալու է տրանսպորտի վրա, մի բան դեռ ավելի իրանց գրպանից։ Դա այն կարծիքով շաբաթ անցած թիվ եք ասում, որ 100 դրամից էժան է, այդպես չի, դա մանիպուլյացիա է, նորից եմ ասում։ Իսկ հարցի հետ կապված, իմ հարցը կապված էր ստվերի հետ, ինձանից առաջ իմ գործընկերը տվեց, այդ մասով հարց չունեմ։ Ես կպատասխանեմ, պարոն Գրիգորյան, պարոն Դանելյան, եկեք մի պարզ օրինակով նայենք։ Բոլոր այն մարդիկ, ովքեր որ ամսվա ընթացքում աշխատանքի են միայն գնում եւ վերադառնում են տուն, շաբաթ-կիրակի էլ չեն գնում որևէ տեղ։ Բայց այդ աշխատանքի գնալու համար մեկ տրանսպորտ են փոխում։ Այսինքն տեղ փոխով են տեղաշարժվում։ Բոլոր այն մարդիկ, ովքեր որ տեղ փոխով են տեղաշարժվում։ Ամսական վճարում են 8800 դրամ, 22 աշխատանքային օրվա ընթացքում անգամ 4-88 անգամ, այսինքն նրանց համար 100 դրամ է մնում։ Մարդիկ, ովքեր որ շաբաթ օրը մեկ անգամ այդ ամսվա մեջ գոնե միտեղ կգնան, նրանց համար նույնիսկ 100 դրամից էժան է նստում։ Այլ օրինակ բերեմ, պարոն Դանելյան, ենթադրենք դուք գնում եք մեր երեխաներից ոմանք գնում են դպրոց առավոտյան, հետո ինչ-որ մի պարապմունքի սպորտ կլինի, երաժշտական կլինի, առավոտյան նստեցին, հետո մի հատ էլ գնացին, մի հատ էլ շաբաթ կամ կիրակի գնացին, ասեն, որ անչափահասների համար պոտենցիալ արտոնությունների փաթեթ ենք ունենալու, նրանց համար ավելի էժանացավ, թե չեժանացավ։ Էժանացավ։ Եվ ես կոնկրետ այս դեպքերը բերում եմ, սա տենց 1-2-3 մարդու մասին չի, սա մարդիկ են, ովքեր որ հաճախակի են օգտվում տրանսպորտից։ Ես ամբողջ տրամաբանությունը, պարոն Գրիգորյանը, ի սկզբանե փորձում եմ դա ներկայացնել, որ Ժորժ ջան, մենք տարել ենք նրան, որ ով հաճախակի է օգտվում տրանսպորտից, նույնիսկ իրենց համար կարող է էժանանա գինը։ Ով ավելի քիչ է օգտվում տրանսպորտից, այո, մի փոքր ավել կարա վճարի, բայց մենք հետագայում ունենալու ենք արտոնությունների փաթեթների քննարկում եւ այն մարդիկ, եւ ես կրկնում եմ պատասխանատու, ովքեր որ կարիքը ունեն այս բերի վերանայման, իրենք պետք է ստանան արտոնություն, հենց այս նույն դահլիճում ընդունվող որոշումների տեսքով։ Եվ հետեւաբար, պարոն Դանելյան, իմ ասածը շատ կոնկրետ օրինակներ ուներ, արձագանք։ Պարոն Ավինյան, ձեր բերած նախագծով տրանսպորտը միայն թանկանում է։ Թանկանում է 2 անգամ, 3 անգամ, այսօրվա իհարկե գների հետ կապված։ Դուք չունեք օրվա կտրվածքով, օրվա չէ կներեք, մեկ անգամվա կտրվածքով 100 դրամանոց տարբերակ, որ ասենք մարդը մի անգամ է օգտվելու 100 դրամ վճարի ու այդ մեկ անգամից օգտվի։ Այդ մարդուն այդ օրը մի անգամ է պետք։ Մնացածը ինչ դուք բերել եք, այդ փաթեթները բոլոր փաթեթներն իրանց ենթադրում որ թանկանալ է։ Մնացածը նորից եմ ասում, պոպուլիզմի ու մանիպուլյացիայի շարքից են, նենց որ այդ մասով բան չկա էլ։ Եվս մեկ անգամ հաստատվեց, որ ցավոք սրտի մեր պատասխանը նշանակություն չունի, որտեղ արձագանքն է արդեն գրած։ Ինչ վերաբերում է 100 դրամի տարբերակին, հա, ձեր առաջարկվող փաթեթով կար։ Շատ կներեք, պարոն Գրիգորյան, եթե կմոտիկանաս այդ գրած պատասխան կտեսնես, ես ներողություն կտրեմ, հակառակ դեպքում դուք պետք է ներողություն կմոտիկանաս չէ, կմոտիկանաք, լավ, գրած չի նախապատրաստված անգիր եք հիշը, չեմ կարող։ Չկա տես բան, հիմա սուտ եք ասում, հիմա Հա, շատ բարի, եղավ։
Հարգելիս, չգիտեմ, ասում եմ դուք կարող այստեղ նոր եք, խնդրում եմ ալիքները չխառնեն։ Հարգելիներս։ Տիկին Խաչատրյան, հանգիստ, մի բորբոքեք և մի բորբոքվեք, հարգելիներս, լերություն, Տիկին Խաչատրյան, մի շարունակեք, Տիկին Ավետիսյան, Ժորժ ջան, կարամ ևս սենց մի րոպե, ասեմ Տիկին Խաչատրյան, Տիկին Ավետիսյան, պարոն չգիտեմ ինչան, վերջ, արձագանք։ Ձեր առաջարկած, այսպես ասած, տարբերակով, որ 100 դրամ մի ուղևորափոխադրման համար դուք առաջարկում էիք պահպանեիք։ Նաև նախատեսում էիք ամսական տոմս 5500 դրամով։ Ձեր ասած վարկածը, որ մարդիկ չգիտես ինչի մենակ աշխատանքային օրերին են ելել մենակ 2 անգամ օգտվում, այս 5500-ը բաժանած 44-ի անում է 125 դրամ։ Այդ ժամանակ հարցը այդ պրոդուկտը ում համար եք մշակել, եթե մի առանձին ուղևորությունը ավելի էժան է, քան ամսական փաթեթ ձեռք բերելու դեպքում։ Այսինքն դա ամբողջ տրամաբանությանը որևէ քաղաքում ներդրված համակարգի հակասում է։ Հանձնաժողովի նիստի ժամանակ ասեցիք, դե դա տեղփոխող երթևեկողների համար է։ Փաստորեն տեղփոխող երթևեկողներ կան, եթե իրանց համար եք նախատեսել, բա որ կան, այդ ո՞նց է ձեր մշակած փաթեթի դեպքում կան, հենց պարոն քաղաքապետը ասում է տեղփոխող երթևեկողներ, ասում եք տենց մարդիկ ուր են, կան, չկան տենց մարդիկ, այս ինչ օրինակ եք բերում։ Իսկ եթե տեղփոխող երթևեկողը 5500 դրամը բաժանում ենք 88-ի, եթե ինչ-որ մեկը կա, դուք մտածում եք ձեզ հավատալու է, որ այսօր հնարավոր է 62.5 դրամով մի ուղևորությունը կազմակերպել, ժողովուրդ ջան, պոպուլիզմն էլ պետք է գոնե մի քիչ իրականությանը մոտ լինի, որ գոնե շանս լինի, որ դրան ինչ-որ մեկը կհավատա, էլի կներեք։ Պոպուլիզմի մասով ձեր Մի շարունակեք,